Խնամված տնամերձ այգիներից մինչև բազմահեկտար վարելահողեր, հացահատիկային մշակաբույսերից մինչև կերային մշակաբույսեր։ Մարզի ողջ տարածքում հողագործներն արդեն ձեռնամուխ են եղել սեզոնային աշխատանքներին։ Բենյամին գյուղի տնտեսվարող Հայկ Թորոսյանն այս գործում արդեն երկարամյա փորձ ունի։ Վերջին տարիներին հողի հետ կռիվ է տալիս, բայց եկամուտ չի ստացել։ Այս տարի էլ մեծ ակնկալիքներ չունի, բայց ուրիշ ճար էլ չկա։ Մոտ 25 հեկտար ցանկատարածություններ ունի, պետք է աշխատել։ Այս տարին սկսվել է, իշխորթե լավ է, անձրևային է։ Մագներից էլ չենք կրասը, լավ կեղնի թե վատ, բայց իշխորթե քիչ է այս տարի։ Անցած տարի մագների երեսից եկամուտ չենք ստացել մենք։ Ինչ եղել է, բայց չենք քաղել։ 48 հեկտար անցած տարի եմ ցանաձեղը, ընդանուր հանել եմ 50 տոն բերք, բայց կրայ 100 հանեի։ Հացահատիկ է։ Հացահատիկ։ 24 հեկտար էլ այս տարի եմ ցանել, ուղիղ կեսը անցած տարվա, որովհետև չգիտենք, կեղներ թե չէր եղանի։ Գյուղացին լավ գիտի ռիսկերը, եղանակային անբարենպաստ պայմաններ, ոռոգման ջրի սակավություն, մկնանման կրծողների դեմ պայքար, սակայն գյուղը գյուղ չէ, եթե վարուցանք չկա։ Մի կարին ցանել ենք, ըլը գցանենք, կարի ավյոս, կարտոշկան գհանենք, դյավոր ցանենք։ Պետք է ցանեն, մշակեն, քիչը լավ եղնի, եղանակից էլ է կախված ամեն ինչ, լավ լինելը։ Արել ենք, ցանել ենք։ Ոչ մի արդյունություն չկանի, ոչ մի օգնությունից չենք օգտվել, ավյոզ ենք արել, կարի ենք արել, որ ցանենք։ Պետական աջակցության ծրագրերի շրջանակում այս տարի ևս գործում է բուսաբուծության աջակցության ծրագիրը, որի մասին մանրամասնում է Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ Այս պայմանությամբ մարզի ամբողջ տարածքում մեկնարկել է կառանացանի աշխատանքները, սազրադիր հատվածներում նաև կարտոֆիլի ցանքներ սկսվել, սերմերի հետ կապված նախորդ տարիներից ունեցած սերմի քանակը բավարար է, ինչպես նաև պայմանավորված պետական աջակցության, բուսաբուծության աջակցության ծրագրով մարզի ֆերմերային տնտեսությունները հնարավորություն ունեն հավաստագրված սերմերով ցանկ իրականացնելու դեպքում փոխհատուցում ստանալ կատարված աշխատանքների 50%-ի չափով, իր մեջ ներառում է վարը, ցանքը, սերմի արժեքը, այդ մասով նախորդ տարվա համեմատությամբ պետք է նշեմ, որ լավարգում է տեղի ունեցել, ավելացվել է ևս մեկ մշակաբույս, դա կերի ճագնդեղն է, հացահատիկային մշակաբույսերի դեպքում փոխհատուցման չափը կազմում է 70,000 դրամ, հատիկնդեղենի դեպքում 100,000, կերային մշակաբույսերի դեպքում 110,000 դրամ, իսկ կերային ճագնդեղի դեպքում 80,000 դրամ։ Ընդհանուր առմամբ ամբողջ ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն օգտվելու եւ տնգանյութի եւ սերմացուի պակաս այս պայմանությամբ մարզում չունենք։ Պաշտոնյան նշում է, ցանկ կատարելու ժամանակահատվածը մինչև հունիսի 1-ն է, ընթացքը դրական է գնահատում վերջինս։ Այս պայմանությամբ մարզի համայնքներում ծրագրի կետերին համապատասխան ընդունում են դիմումներ եւ մինչեւ հունիսի 1-ը ցանկ իրականացնողները դիմելու են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին, որպես շահառու գրանցվելու, այնուհետև ինչպես նախորդ ծրագրի պարագայում մոնիտորինգի դրական եզրակացություն ստանալուց հետո իրականացվելու է փոխհատուցում։ Դաշտերում տեխնիկան կսկսի աշխատել, երբ նահանջեն անձրևային եղանակները։ Մինչ այդ ցանելու համար սերմերն արդեն պարկերում են եւ սպասում են, թե երբ պահ կտրվեն հողին։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։